Ըստ էության Տիգրան Ուլուբյանի թվականի մարտի 15-ին դեպքի հանգամանքների հետ կապված Տիգրան Ուլուբյանը 2020 թվականի մարտի 17-ին ժամը 0:48-ին արդեն դիմել է բուժօգնության եւ հայտարարել, որ ոստիկանության ծառայողների կողմից ծեծի է ենթարկվել։ Հետագայում հսկող միջադական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել։ Հաղորդում է ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչությունում վարույթի նախաձեռնել քրեական օրենսգրքի 450 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվել են անհետաձգելի ապացուցողական եւ այլ վարույթային գործողությունները, մասնավորապես հարցակնվել է դժոխք Տիգրան Ուլուբաբյանը, որից հետո նշանակվել է դատաբժշկական փորձականություն, այդ թվում տեղեկատվության պահանջի ուղարկվել ստանալու տեսանկարող սարքի տեսակցություն, որից հետո քրեական վարույթի նյութերը արդեն փոխանցվել են քննչական կոմիտեի, քննություն շարունակվում է գաղտնիության տեսանկյունից չենք ցանկանում բացահայտել մյուս ապացուցողական եւ այլ վարույթային գործողությունների կատարումը ներկայումս։ Այդուհանդերձ կարող եք նշել, փաստաբանը Ռոման Գերիցյանը նշում է, որ Տիգրանը անուններ է հնչեցրել, որն է պատճառը, որ այս պահին չկան ձերբակալվածներ, փաստաբանի հարցադրումն է խնդրեմ։ Ըստ էության Տիգրան Ուլուբյանը մատնանշել է այն անձանց, ովքեր իր նկատմամբ բռնություն են գործադրել, սակայն ըստ էության նախաքննության ներկա փուլում պետք է ձեռք բերվեն Տիգրան Ուլուբյանի ցուցմունքը հաստատող այլ ապացույցներ, որոնց համակցությամբ կգնահատվի եւ հիմնավոր կդիտարկվի այդ ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից հանցանքի կատարումը, որին կհետևեր ձերբակալումը։ Սակայն ըստ էության ներկայումս ուժող Տիգրան Ուլուբյանի ցուցմունքից բացի այլ ապացույցներ ներկայումս ձեռք չեն բերվել, որոնք կհաստատվեն ոստիկանության ծառայողների կողմից վերջինս նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքով։ Ներողություն, մասնավորապես ինչ ապացույցների մասին է խոսքը, ինչ ապացույցներ են անհրաժեշտ, հա, բացի Տիգրանի ցուցմունքից։ Ըստ էության մենք ակնկալում ենք, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ կարտացոլվել Տիգրան Ուլուբյանի մարմնական վնասվածքները, սակայն ըստ էության դատաբժշկական փորձագետի եզրակացություն ստացվել է, ծանոթացվել է դժողին, այդ թվում նաև վերջինիս լիազոր ներկայացուցիչ Ռոման Երիցյանին, համաձայն որոնց պարզվել է, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ Տիգրան Ուլուբյանի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Սակայն ըստ էության շարունակվում են ակտիվ ապացուցողական այլ վարույթային գործողությունների կատարումը, եւ այն դեպքում եւ ապացույցներ ձեռք կբերվեն բացի Տիգրան Ուլուբյանի ցուցմունքից բացի այլ ապացույցներ կձեռք բերվեն, այդ ժամանակ նույն կմտածենք վարույթական ստուգմանն կդիտարկի համապատասխան ոստիկանության ծառայողներին ձերբակալելու, հետապնդում հարուցելու, ինչպես նաև համապատասխան խափանման միջոցներ կիրառելու նպատակարարության հարցում։ Հատկանշական է այն հանգամանքը, որ Տիգրան Ուլուբյանը նշել է ըստ ցուցմունքով, որ ոստիկանության ծառայողները այդ թվում թքել են իր վրա եւ արգրավել են, ավելի ճիշտ ներկայացվել է դժողի կողմից իր հագուստները, որի մասով նշանակվել է կենսաբանական փորձականություն, պարզելու թե վերջինիս հագուստների վրա արկա են արդյոք թքի հետքեր թե ոչ, եթե այո, ապա նույնականացման ենթակա է թե ոչ, եթե այո, ապա այդ թքի հետքերը պատկանում են համապատասխան ոստիկանության ծառայողներին թե ոչ։ Եվ եւս մեկ հարց քրեական գործի հետ կապված, նշվում է, որ դեպքը տեղի ունեցել 14-ին, սակայն քրեական գործը հարուցվել է 4 օր անց, ինչով է պայմանավորում սա, հաշվի առնելով, որ գրեթե սոցիալական ողջ ցանցը, փաստաբանը, այսինքն գուցե հաղորդում այդ օրը չի ներկայացվել, սակայն աղմուկ եղել է, հա, գործի հետ կապված։ Դժոխք Տիգրան Ուլուբյանը նշում է, որ իր նկատմամբ առերևույթ հանցավորարարքը կատարվել է մարտի 14-ին, այդ թվում նաև մարտի 15-ին, սակայն ըստ էության իրավապահ մարմինները քրեական դատավարության օրենսգրքի համաձայն վարույթ նախաձեռնելու համար պետք է ունենային պատշաճ հաղորդում։ Սակայն ըստ էության Տիգրան Ուլուբյանը հանցագործության մասին որևէ երբ հաղորդում չի ներկայացրել, այլ միայն մարտի 17-ին դիմել է բուժօգնության վանաձորբժշկական կենտրոնում, որից հետո հաղորդումը իրազեկվել է հաղորդման մասին վանաձորբժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից ոստիկանության համապատասխան աշխատակիցներին եւ այդ նյութերի հիման վրա հսկող միջդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը իր լիազորությունների շրջանակներում հանցանքի մասին առերևույթ հանցանքի մասին հաղորդում ներկայացրել։ Ըստ էության Տիգրան Ուլուբյանը եթե շուտ ներկայացներ հաղորդումը կամ շուտ դիմեր բուժօգնության, այդ առերևույթ հանցանքի մասին տվյալները շուտ կստացվի իրավապահ մարմնի տեսադաշտում կայացնել եւ շուտ կնախաձեռնվեն։ Այսինքն ըստ էության վարույթի նախաձեռնումը
կատարման, եթե կատարվել ուշացում, ապա դեմիակ ըստ էության իրավապահ մարմինները տեղեկացված չեն եղել այդ մասին, եւ տեղեկացված են եղել մասնավորապես դիմել է բուժօգնության վանձնաբժշկական կենտրոնում, համապատասխան իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից միջոցներ ձեռնարկվել սեմ ժամկետների վարույթ նախաձեռնելու կապակցությամբ։